Հիմա սահմանադրություն շարունակենք մեր հարցազրույցը սովետական միության քանդման պատճառների մասին։ Երկրագնդում համարյա 8.5 միլիարդ բնակչությունը գտնվում է չհասունացած, ներողություն խնդրում եկապտացեմ, բութի կարգավիճակում։ Եթե խելացի լինեին, ապա ամբողջ երկրագնդում պարտադիր պետք է պետականություն, հանրային սեփական նույն սոցիալիզմը լիներ։ Բոլոր երկրներում պետք է լիներ 100%-անոց։ Այսինքն պետությունը, պետականությունը դա նույնիսկ նշանակում է տվյալ պետության տարածքում ինչ որ կա գոյություն ունի, պատկանում է այդ տարածքում ապրող բնակչությանը, այդ թվում նաև պետական եւ իշխանությունը եւ պետական աշխատանք, աշխատավարձ, անվտանգություն, բնական եւ այլն, որով օժտված են, ապահովված են պետության բնակչության ինչ որ քանակի կամ բնակչության կողմից ընտրված նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, այս է իմաստը, որ այս ընտրված նախագահ, վարչապետը, ազգային ժողովը, որոնք բնակչության կողմից ընտրվել են պետական ղեկավարման գլխավոր բարձրաստիճան ղեկավար ու ապահովված են պետության պետական աշխատանք, աշխատավարձ, անվտանգություն, բնական, պարտադիր պետք է նույն պետության բոլոր բնակչությանը նույն ձևի ապահովեն պետական աշխատանք, աշխատավարձ, անվտանգություն, բնական, եթե չեն ապահովում, ապա իրենք անօրեն են եւ ամբողջ պետության մասնավոր 90-95% մասնավոր հատվածը իրավունք չունի ենթարկվել այդ ընտրված վարչապետին, նախագահին, ազգային ժողովի նախագահին, ոստիկանությանը, ազգային անվտանգությանը, դատավորին, դատախազին իրավունք չունի եւ իրանք էլ իրավունք չունեն որևէ մեկին հրամայեն կամ ձերբակալեն, որտեղ անօրեն են իրանք, քանի դեռ չեն ասում պետականությունը տվյալ պետությունում պարտադիր պետք է լինի 100%։ Եթե չեն ասում, ուրեմն իրանք անօրեն են։ Վարչապետից սկսած նախագահը, ազգային ժողովի նախագահը վերջացրած։ Այս է ճշմարտությունը, որ բնակչությունը չգիտեն։ Դա համար Նիկոլ Փաշօղլին ինչ որ որևէ մեկին ուզում է, ձերբակալում է, ինքը այդ իրավունքը չունի, քանի որ նա ձերբակալում է անգրակ ետին, որոնց ուղիղը մենակ անկապ հաչելուց է, հաչում են։ Իրենց մասին չեն մտածում, տպտություն են, որպեսզի ավելի գրագետ լինեն, ավելի արդար լինեն։ Իմանան ինչ է պետություն, պետականություն, ինչ է պետությունը գլխավոր փաստաթուղթը, դա ազնագիրն է։ Մենք սովետական հասարակարգից գիտենք, որ որտեղ ապրում է մարդ, այդտեղ ստեղծում է պետություն։ Ուրեմն իսկ մարդուն ով է հաստատում։ Մարդուն հաստատում է տվյալ պետության ազնագիրը, ոչ թե սահմանադրությունը։ Սահմանադրությունը ստեղծում է նույն մարդը, բայց մարդուն հաստատում է, որ սա մարդ է, գազան չի, անասուն չի, ազնագիր։ Ուրեմն տվյալ պետության գլխավոր փաստաթուղթը